Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Հայաստանի վարչապետը այս հայտարարությունը լրագրողների առջև անելուց առաջ կառավարության այսօրվա նիստում մեկ այլ աղմկոտ բանել է ասել։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել մեծացել է Հայաստանում, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Թվում է թե ինչ հետաքրքիր բան, հայրենասիրական մոտեցում է։ Բայց լրի որիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է։ Չեմ վարանի, էլի ուզում եմ ասել ավելի կոնկրետ, ստալինյան հայրենասիրության դրսևորում է։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Վարչապետ Փաշինյանը, որ մետրոյում արցախցի կնոջն ու նրա անչափահաս երեխային փախածներ էր անվանել, այսօր կրկնել է այդ միտքը, ավելացնելով, որ 2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախը չի կռվել։ Փախել են, ճողոպրել են։ Ըստ պաշտոնական տվյալի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում զոհվել է 223 զինծառայող, 25 խաղաղ բնակիչ, 6 երեխա, 200-ից ավելին վիրավորվել են, 150,000 մարդ տեղահանվել է ցեղասպանության չենթարկվելու համար, դեպի Հայաստան ճանապարհին 70 մարդ մահացել է։ Իդեպ Հայաստանի վարչապետը հրաժարվում է տեղի ունեցածը էթնիկ զտում անվանել։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար։